Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի տարածաշրջանային այցը Երևան եւ Բաքու նոր փուլ է բացել Հարավային Կովկասում ձևավորվող աշխարհաքաղաքական գործընթացներում։ Հայաստանում եւ Ադրբեջանում հնչած հայտարարությունները, ստորագրված փաստաթղթերը եւ արված շեշտադրումները առաջացրել են բազմաթիվ հարցեր՝ ուժերի հավասարակշռության, ռազմավարական գործընկերությունների, էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերի, ինչպես նաեւ անվտանգության երկարաժամկետ երաշխիքների վերաբերյալ։ Արդյոք Վաշինգտոնը փորձում է վերաձևակերպել իր դերակատարությունը տարածաշրջանում։ Ինչ հետևանքներ կարող են ունենալ ամերիկյան նոր նախաձեռնությունները Հայաստանի համար, Ռուսաստանի հետ հարաբերությունների սահմանազատման գործընթացի եւ տնտեսական զարգացման տեսանկյունից։ Եվ արդյոք խոսքը գնում է երկարաժամկետ ռազմավարության, թե քաղաքական պահի թելադրած ակտիվության մասին։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք Միտք վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Տիկին Դալաքյան, նախ շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Հիմա երբ արդեն Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը նաև Ադրբեջան կայացած է, մենք տեսանք նաև թե ինչ հայտարարություններ հնչեցին Ջեյդի Վենսի կողմից Ադրբեջանում, համեմատելով թե Հայաստանում, թե Ադրբեջանում հնչած հայտարարությունները, ինչպես կգնահատեք այն։ Գիտեք, ես նույնիսկ տարօրինակ եմ համարում համեմատելը, ինչ է նշանակում համեմատել, այնպես չի, որ ԱՄՆ-ն մեր ռազմավարական դաշնակիցն էր, հիմա մենք պիտի հետևենք, թե Ադրբեջանի հետ նա ավելի խորը ռազմավարական գործընկերություն է կառուցում, թե ոչ, մեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է։ Հիմա ձեր գործընկերներն են շատ քննարկում, թե ավելի շատ Միացյալ Նահանգները տեղ է տալիս Հայաստանին, թե Ադրբեջանին, փորձագիտական եւ քաղաքագիտական դաշտ։ Հենց դա է տարօրինակ, Միացյալ Նահանգները տեղ է տալիս Հարավային Կովկասին, ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, տեղ է տալիս իր շահերին, նաև Վրաստանին։ Մենք պետք է ձեզ հետ նշենք անպայման, որ մի քանի օր առաջ Ջեյդի Վենսը Իտալիայում եւ Ռուբիոն հանդիպել են Վրաստանի նախագահի հետ։ Իդեպ այդպես էլ չի կառուցվում Անակլիա այդ ուրեմն պորտը, նավահանգիստը ներողություն Սև ծովում, առաջի փուլը կատարվել է, հիմա Չինաստանը պիտի կառուցեր 26 թվականից, բայց ասում են ԱՄՆ-ն դեմ է դրան, այնտեղ բանաձև է ընդունվել Տրամպի ժամանակ։ Այսինքն Վրաստանն էլ է առաջիկայում ակտիվ այսպես ներկայություն ունենալու թրիփում, Անակլիան նաև թրիփի մաս կարելի է համարել։ Այսինքն խոսքը վերաբերում է Հարավային Կովկաս տարածաշրջանին, ոչ թե Ամերիկան դառնալու է մեր դաշնակիցը, թե Ադրբեջանի դաշնակիցը։ Եվ այս առումով ամենակարևոր արդյունքը, հետևանքը այն է, որ այն տեսակետները իբրև թե ԱՄՆ-ն կիսում է Ռուսաստանի հետ աշխարհը, սա թյուր է, հենց Ռուսաստանը կխոսենք, արձագանքը Ռուսաստանի ցույց է տալիս, որ սա ոչ թե աշխարհը կիսելու, այլ Ռուսաստանի ազդեցության գոտիները չեզոքացնելու կամ նվազեցնելուն է ուղղված։ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգները ստորագրեց ռազմավարական համագործակցության խարտիա, արդյոք սա նշանակում է, որ արդեն Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկեր է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ։ Մենք էլ Չինաստանի հետ ենք ստորագրել ռազմավարական գործակցության խարտիա, հռչակագրերը, մեմորանդումները, ես այդքան ներողություն իհարկե որ թե լուրջ չեմ վերաբերում, այդքան մեծ ազդեցություն չունեն։ Դրա համար պայմանագիր պիտի լինի, հայ-ամերիկյան պայմանագիր, օրինակ ռազմական ոլորտում համագործակցության ներդրումների, տեսնենք արդեն պայմանագրերի տեսքով, դեռ խոսքի մասին է։ Այսինքն մենք կարևոր է պետք է հասկանանք, որ Ռուսաստանը, որը մեր ռազմավարական դաշնակիցն էր, զենք էր վաճառում եւ Հայաստանին եւ Ադրբեջանին հարձակողական զենք, մինչ օրս էլ վաճառում է Ադրբեջանին, մեզ ոչ, մեր գումարներն էլ չի վերադարձնում։ Այսինքն կարևոր է հասկանալ, կրկնեմ, որ Միացյալ Նահանգները նպատակ ունի էներգետիկ ուրեմն հաղորդուղիները, իդեպ Լավրովը նախորդին դրա մասին խոսեց, որոնցով կարող են անցնել նաեւ էներգետիկ պաշարներ, ինչպես նաեւ Ռուսաստանի շրջանցող լոգիստիկ ճանապարհները պետք է վերցնել Ռուսաստանի ազդեցության գոտուց եւ նոյեմբերի 9-րդ կետը պետք է չեզոքացվի, ԱՄՆ քաղաքականությունը այստեղ դրա մասին։ Իսկ որևէ առավելություն Հայաստանին չի տալիս այն, որ օրինակ Երևանի հետ համագործակցության ժամանակ Վաշինգտոնը խոսում է կիսահաղորդիչների չիպերի արտադրության մասին, բայց կարծես թե Բաքվում նման հայտարարություններ չեն հնչում։
Դեռ մենք խորությունը չգիտենք Բաքվի հետ ռազմական համագործակցության, համենայնպես կարծես զենքի վաճառքի այդ արգելքը հանվել է Ադրբեջանի հետ կապված։ Հետո մենք պետք է հիշենք, որ ադրբեջանական բանակը թուրքական բանակի մասն է, իսկ Թուրքիան ԱՄՆ ռազմավարական ոչ միայն գործընկեր, այլ դաշնակիցն է ՆԱՏՕ երկրորդ բանակը, սակայն սա չի նշանակում, այստեղ այդ սպեկուլյացիան կա, որ ԱՄՆ-ն Թուրքիային է վերապահում տարածաշրջան։ Եկեք չմոռանանք, որ Վլադիմիր Պուտինն էր խոսում, որ 3+3 հարթակը եւ Թուրքիան պիտի դեր ունենան հարավային Կովկասում։ Այստեղ մի բան ակնհայտ է քաղաքակրթական մոտեցումը, ԱՄՆ-ն հիմա դրան մեծ տեղ են տալիս քրիստոնեությունը, դեմոկրատիան, ժողովրդավարությունը, արժեհամակարգերը, ըստ էության տարածաշրջանում դրա մասին կարող խոսել միայն Հայաստանը եւ ժողովրդավարության, Վրաստանը լուրջ խնդիրներ ունի եւ քրիստոնեական արժեքների։ Վենսը դրա մասին խոսեց։ Կարող է ներողություն ինչ-որ մեկը դրան լրջորեն չվերաբերի, բայց ԱՄՆ էլեկտորատը Տրամպի հենց եվանգելիստներն են կազմում։ Այսինքն Հայաստանը այո, այստեղ կարող է առավելություն ունենալ, բայց մեր խնդիրը ոչ թե Ադրբեջանից առավելություն ունենալն է, մեր խնդիրը հասկանալն է, թե Ռուսաստանը ինչ հակաքայլերի կարող է գնա տարածաշրջանում եւ արդյոք Ադրբեջանը ինչ որ բայ կտեղավորվի այդ հակաքայլերի համատեքստում։ Այ մինչ ռուսական հակաքայլերին կանդրադառնանք, Հայաստանի վարչապետն էլ իր հարցազրույցում ասաց, որ JD Vance-ի հետ քննարկել են նաև Ադրբեջանում պահվող եւ անազատության մեջ գտնվող հայերի հարցը եւ այսօր էլ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը քննարկում ունեցել է Ալիևի հետ, բայց թե ինչ արդյունքի են ասել, դրա մասին որևէ կոնկրետություն չկա։ Ինչի մասն է սա խոսում։ Դե առաջիկա ժամերն էլ են կարևոր հասկանալու համար ինչ արդյունքների կհասնեն։ Ես ուզում եմ տարանջատել ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված բանակցությունները Արցախի։ Այսինքն ես կասկածում իրենք կցանկանան վերադառնալ Հայաստան։ Չգիտեմ, որովհետև Հայաստանում խոսում են, որ նրանց շատ լուրջ եւ վտանգավոր հարց եք բարձրացնում։ Իհարկե, նրանց հանդեպ այստեղ կան հարցեր։ Դե ինֆորմացիոն տեղեկատվական դաշտում հատկապես իշխանամերձ խոսում են, որ Արցախի ներդրումային հիմնադրամի հետ կապված, Հայաստանում ապօրինի գույքերի հետ կապված, Արցախում վերջին օրերի որոշումների հետ կապված կան հարցեր։ Այսինքն ավելի լավ է գտնվել Բաքվի բանտում, քան Հայաստանում։ Նկատի ունեմ երրորդ երկիր, որը իրենց համար ավելի ցանկալի է։ Ես կարծում եմ դա կարող է լինել Ռուսաստանը։ Հիմա JD Vance-ը եթե բանակցի, ես այսպես մտածում եմ, էլի տարբերակներ, եւ իրենց ազատ արձակեն, իրենք Հայաստան են վերադառնալու։ Չգիտեմ։ Դա արդեն իրենք կարող են միայն ասել, բայց այն որ Հայաստանի իշխանությունները նշում են, որ մշտապես այդ հարցը օրակարգում է, բացի այդ ԱՄՆ միջնորդությամբ են տեղի ունեցել վերջին 2 անգամ գերիների փոխանակումը կլիմայական համաժողովի ժամանակ Բայդենի իշխանության օրոք եւ վերջերս 1 ամիս առաջ, այսինքն ԱՄՆ-ն այդ քայլերը կատարում է։ Ես Ռուսաստանից չեմ լսել այդպիսի քայլեր, որ կատարվի։ Մենք պետք է շնորհակալ լինենք, կարծում եմ, եւ նոր խնդրենք, ոչ թե պահանջենք, ես այդ տոնը շատ ներողություն չեմ ընդունում, որ JD Vance-ը այո, ինչ որ մի բայ Ալիևի հետ խոսի նաև այդ հարցերով։ Ես միանշանակ կարծում եմ, որ հայերը պիտի Բաքվի բանտում չլինեն, Ալիևը այն ազնվորությունը չի, որ պիտի միջազգային իրավունքի տեսանկյունից ինչ որ մեկին դատի, բայց կրկնում եմ, արդյոք ռազմաքաղաքական ղեկավարության մասին է խոսքը կամ Ռուբեն Վարդանյանի, նրանք կվերադառնան Հայաստան, թե կնախընտրեն հեռանալ որևէ երրորդ երկիր, սա որևէ մեկը չի կարող հիմա ասել։ Բայց այն որ Միացյալ Նահանգները կարող է վերադարձնել նրանց տեղափոխել Ադրբեջանից, դա ակնհայտ է կամարում։ Իհարկե կարող է, ուղղակի այստեղ հարցը թե Միացյալ Նահանգների օրակարգում Տրամպը գործարքի մարդ է, հիմա ժողովրդավարություն, արժեքներ, նա ինքը ասաց իր համար երկրորդական է, նա ասաց իմ շահը եւ իմ խիղճը, որ հարց տվեցին ինչն է ձեզ առաջնորդում։ Այսինքն ի տարբերություն Բայդենի վարչակազմի կարող է նա ինչ որ բայ մտածել, որ Ալիևը, որը ստիպում է որպեսի դա տեղի չունենա, գերիների փոխանակումը, ինչը որովհետեւ Ալիևը կապիտալիզացնում է գերիների հարցը, ինչ որ զիջումներ ստանալու նպատակով ԱՄՆ-ն այս պահին գտնի, որ այդ զիջումներին պատրաստ չի գնալ Ադրբեջանի հետ հարաբերությունում։ Ես չգիտեմ Ալիևը ԱՄՆ-ի հետ հարաբերությունում ինչ է ցանկանում ստանալ։ Սա կախված է այն խաղադրույքից, որը սահմանել է Իլհամ Ալիևը, բայց կարևոր է այստեղ շեշտել, որ եթե խաղաղություն է հաստատվել երկրների միջև, գերիներ ես վստահ եմ պետք է չլինեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները ենթադրում են Հայաստանի առնվազն 99 տարի որպես անկախ եւ ինքնիշխան պետություն գոյություն ունենալը։ Ինչպես կմեկնաբանեք այս խոսքերը վարչապետի։
Ես չեմ կարող ասել, Նիկոլ Փաշինյանը ինքն է բանակցություններ վարում, այդ ամեն ինչը փակ է, մենք արդյունքների մասին ենք լսում, որը դեռ հռչակագրային բնույթ ունի։ Երևի խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը փրկողակ է ստանում ազատվել ռուս-թուրքական ակցիանից, որովհետև Ռուսաստանը մշտապես Արցախյան կոնֆլիկտը շահարկելով նախ փորձում էր Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ կոնֆլիկտ հրահրել եւ ստանալ ինչ-որ զիջումներ, պահել իր օրբիտայի ազդեցության գոտում։ Երկրորդը, եթե մենք մնայինք 3+3 ռուս-թուրքական հարթակում, դե մենք այնտեղ ենք, բայց ըստ էության դա չիրականացավ։ Մեր հաշվին 3-ը Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը Իրանը թույլ էր, Վրաստանը չի մասնակցում, չնայած ռուսամետ կարգավիճակին, արդեն մեր հաշվին տեղի են ունենալու զիջումներ։ Մենք գիտենք, որ պատմականորեն Ռուսաստանը այդպես է միշտ թուրքական աշխարհի հետ իր հարաբերությունները կառուցել։ Գուցե խոսքը սրա մասին է եւ սա միանշանակ կարեւոր է, որովհետեւ ԱՄՆ-ն հեգեմոն է աշխարհում դեռ ամենահզոր պետությունն է եւ ստանալ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, որը միակ ուժն է, որ տարածաշրջանում կարող է զսպել Թուրքիային։ Դա Ռուսաստանը չի, ոչ էլ այս բան Եվրամիությունը։ Սա միանշանակ կարևոր է, բայց արդյոք սա կստանա հիմք արդեն, արդյոք ինչպիսի ներքաղաքական զարգացումներ կլինեն ամերիկյան քաղաքական գործընթացներում նոյեմբերին, սա դեռ առջևում է։ Իսկ արդյոք այս ամենի արդյունքում կնվազի Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում։ Դե ամերիկյան քաղաքականությունը դրան է միտված։ Չնայած մոտ 2 ամիս առաջ Մյունխենյան համաժողովում Ջեյ Վենսը նշում էր, որ իրենց միակ ռազմավարական հակառակորդը Չինաստանն է եւ այլևս իրենք չեն այսպես միջամտելու ռուսական ազդեցության գոտիներին, Եվրոպան էլ ըստ էության թողնում ենք, հեռանում ենք, մենք մեկ ամիս հետո տեսնում ենք ռազմավարությունն էին այդպես կառուցել, հիշում եք ազգային անվտանգության այլ քայլեր, այսինքն Տրամպը անկանխատեսելի է, Տրամպի վարչակազմի գործունեությունը անկանխատեսելի է եւ ավելի հարատև է ինստիտուտների գործողությունները եւ գործունեությունը, իսկ այն որ ամերիկյան ինստիտուտների գլխավոր նպատակը հատկապես 2008 թվականից հետո Ռուսաստանի ազդեցության գոտիների նվազեցումն է միանշանակ է, ինչու, որովհետեւ Մյունխենյան ելույթում Վլադիմիր Պուտինը հասկացրեց, որ այլևս նախկին աշխարհակարգը գոյություն չունի եւ նա ցանկանում է ԱՄՆ-ի հետ, նույնիսկ Չինաստանի մասին խոսք չէր գրում, վերաբաժանել աշխարհը ինչպես սովետական միության ժամանակ սառը պատերազմի, բայց ԱՄՆ-ն գիտակցում է, որ Ռուսաստանը այդ ներուժը չունի, հատկապես ռուս-ուկրաինական կոնֆլիկտից հետո եւ այդ պատճառով իմ կարծիքով Ռուսաստանը ինքը բացել է Պանդորայի արկղը եւ հիմա ինչ կատարվում է Վլադիմիր Պուտինի ավանտյուրայի հետևանքն է Ուկրաինայում։ Իսկ այս դեպքում ինչ կասեք Հայաստանի վարչապետի այն խոսքերի մասին, որ Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել եւ չկա Հայաստանի Հանրապետության օրակարգում։ Իհարկե չի եղել եւ չկա, բայց մեր շահերը չեն համընկնում, ստացվում է, որ վնասվում են։ Իդեպ կարծեմ Փաշինյանը հենց այդպեսի մի արտահայտություն էլ արեց, որ վնասվում են այնքան, որքանով մեր շահերը չեն համընկնում։ Այսինքն Հայաստանը պիտի իր ազգային անվտանգությունը հիմա ուրեմն պաշտպանի, հատկապես 20 թվականի պատերազմից հետո եւ ակնհայտ էր, որ մենք միայնակ ենք աշխարհում, ինչ է պահանջում Հայաստանից վերանալ։ Ռուսաստանը հայտարարել է Նիբեզնյան, ՄԱԿ-ում իրենց ներկայացուցիչը, որ իրենք մեր դաշնակիցը չեն Ադրբեջանի դեմ պատերազմ ներողություն, նույնիսկ եթե խաղաղություն է հաստատվել, մենք պիտի ելնենք այն մտքից, որ աշխարհը հիմա կոնֆլիկտների մեջ է գտնվում, խաղաղություն ենք ուզում, բայց պետք է ամեն ինչի պատրաստ լինել։ Իսկ Ռուսաստանը ոչ կարող է, ոչ էլ ցանկանում է մեզ պաշտպանել մեր ապագա, ասված մի արասցե, այսպես մեր նկատմամբ որևէ ոտնձգություններից, մեր տարածքն էլ չգիտեն։ Այսինքն այո, մենք քայլեր չենք անում հատուկ Ռուսաստանի դեմ, իսկ Ռուսաստանը անում է։ Ռուսաստանը իր անգործությամբ կանաչ լույս էր վառել 20 թվականին Ադրբեջանի համար, իդեպ իրենց իդեոլոգները դա ասում են։ Այստեղ Հայաստանին հարցեր չեն կողնել, այլ հարցը, որ տնտեսական կախվածությունը Ռուսաստանից դեռ շատ մեծ է եւ այստեղ վտանգներ դեռ կան։ Կարծես այդ մասին եղավ նաեւ ակնարկը Ռուսաստանի փոխարտգործնախարարի կողմից, թվարկելով թե Հայաստանի հետ ինչ այսպես թելերով են կապված եւ ասաց, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի կարող։ Դե Ռոսատոմի հետ հռչակագրի մասն խոսեցին, ուզում են ասել, որ նույնպիսի հռչակագիր 22 թվականին Դուբայում ստորագրվել է Ռոսատոմի հետ։ Դրա համար ենք ասում, որ հռչակագիրը հռչակագիր, բայց քայլեր պիտի կատարվեն։ Իհարկե ամեն ինչ ունի ժամանակ, բայց արագ, որքան հնարավոր է արագ։ Իսկ տնտեսապես այո, շատ կախված է Հայաստանը Ռուսաստանից ԵՏՄ անդամ է։ Գիտեք, մենք ցանկանայինք ունենալ լավ տնտեսական հարաբերություններ Ռուսաստանի հետ, այնտեղ մեծ աշխատուժ կա, Ռուսաստանը մեր անմիջական հարևանն է, բայց տնտեսությունը Պուտինի համար հանդիսանում է
քաղաքական գործիք։ Դրա համար մենք ստիպված պիտի դիվերսիֆիկացիա իրականացնենք։ Տնտեսագետները առավել կարող են խոսել, ես կարծում եմ շատ դանդաղ է ընթանում այդ գործընթացը, բայց արաբական երկրների ուղղությամբ Հնդկաստանի նաև կարող է կատարվել ոչ միայն Եվրամիության, ԱՄՆ-ի, մեզ համար այստեղ ամենակարևորը հայ-թուրքական սահմանի բացումն է։ Արդյոք դա տեղի կունենա երրորդ երկրների քաղաքացիների մասին չի խոսքը, տնտեսական ապա շրջափակման եւ հայ-ադրբեջանական լիովին ոչ թե տրանզիտ լինել։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Ես չեմ վստահում ոչ Էրդողանին, ոչ Ալիևին, մինչև օրս էլ չեն բացել սահմանները, որովհետև Էրդողանը սպասում է հասկանալու համար Ռուսաստանը դուրս է գալիս, թե ոչ, որովհետև Տրամպը կարող է գործարքի գնալ Պուտինի հետ, չես կարող ասել որևէ բան, Տրամպի համար անընդունելի կերպար չի Վլադիմիր Պուտինը։ Դրա համար իրենք ժամանակ են ձգում, գուցե եթե ճնշում լինի, երրորդ երկրների հետ սիմվոլիկ քայլը լինի, բայց ապա շրջափակում գոնե մինչև միջանկյալ ընտրություններ ես չեմ կապված։ Տիկին Դալակյան, խոսելով Թրիփի եւ այդ համատեքստում փոխադարձության սկզբունքի մասին, վարչապետն իր հարցազրույցում այն հարցին, թե այն սկզբունքը ինչ գործելու է ըստ էության Հայաստանի տարածքով նույնն է լինելու նաեւ Ադրբեջանում, միտքը սա էր, հա, ըստ էության։ Այսինքն ֆրոնտ օֆիս եւ բեք օֆիս լինելու է, ինչպես որ ասվում է, որ Հայաստանում է լինելու Հայաստանի տարածքում, վարչապետն ասաց, թե Ադրբեջանը չունի Թրամփի ուղի։ Ինչ նկատի ուներ սա ասելով։ Նկատի ունի, որ անխոչընդոտ ճանապարհ չի լինելու Հայաստանի համար եւ դա Ալիևը բազմիցս անգամ նշել է, որ մենք մեր երկրի տարածքում չենք հանդուրժի այլ ներկայություն։ Գիտեք, Հայաստանը ստիպված է գնացել այս քայլին, որովհետև քանի տարի է արդեն պատերազմից հետո Հայաստանը ցանկանում է բացել կոմունիկացիաները իր սուվերեն վերահսկողությամբ, բայց Ալիևը օգտվելով նրանից, որ դեռ մեր զինված ուժերը չեն հասել այն մակարդակին, որ կարող է լիովին հակադարձել ադրբեջանական, ադրբեջանա-թուրքական կասեի բանակին, թուրք-ադրբեջանական, ստիպված երրորդ կողմ են բերել տարածաշրջան։ Երրորդ կողմը ցանկանում էր լինել Ռուսաստանը, բայց կրկնեմ 20 թվականի իրադարձությունները ցույց են տվել, որ Ռուսաստանը վստահելի գործընկեր չի, նաև թույլ է։ Այսինքն սա ստիպված քայլ է, այլ հարցը, որ տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանվում է, բայց ինչ վերաբերում է Ադրբեջանին, եթե դու խոսում ես խաղաղության մասին, եթե դու խոսում ես, որ այլևս կոնֆլիկտ չկա, բայց հայերին տեսնելը քո համար խնդիր է, եւ դու շարունակում ես խոսել ինչ-որ միջանցքների մասին, երբ քո քաղաքասարակությանը սովորեցնում ես, որ նամակ գրեն J.D. Vance-ին արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ, երբ դատում ես, շոուներ ես իրականացնում Բաքվում, սա ցույց է տալիս, որ նաև Ալիևը, ինչպես Էրդողանը, սպասում է միջազգային զարգացումների։ Իսկ առհասարակ ինչ է կարծում, արդյոք Միացյալ Նահանգների առաջարկները երկարաժամկետ եւ իրատեսական են, թե քաղաքական կարճաժամկետ նախաձեռնություններ են։ Հռչակագիրը կարճաժամկետ կարող է լինել, որովհետև մենք Բայդենի հետ էլ ստորագրեցինք նմանատիպ հռչակագիր, հետո բոլորով մտածում էինք, թե արդյոք Տրամպը դա կիրականացնի։ Եթե պայմանագրեր լինեն, տեսեք, մենք ինստիտուտների հետ պիտի աշխատենք, դա պետքարտուղարությունն է, դա սենատն է, կոնգրեսը ընդհանուր, այնտեղ օրինակ կա առևտրական, այսպես առևտրային պալատ կարող ենք այսպես ասել, նրանց հետ պիտի պայմանագրեր կնքվեն, այսինքն որ Տրամպի մնալը, հեռանալը, ժամանակից շուտ հեռանալը, եթե հանկարծ այդպիսի բան տեղի ունենա, չազդի հայ-ամերիկյան համագործակցության վրա։ Իդեպ այստեղ այդ շրջանակները, որոնք թերահավատ են Ամերիկայի ուրեմն քայլերի երկարաժամկետ լինելով, հենց դա էլ նշում են, որ չես կարող ասել ինչ կլինի։ 26 թվականը լինելու է բեկումնային տարի ողջ ուրեմն աշխարհի համար, որովհետև 2-3 կարևոր երկրներ, Չինաստանը, Ռուսաստանը, դե միասնական են եւ ԱՄՆ-ն, Եվրոպան էլ է արդեն ներառում դրա մեջ, մասնակցում են տարածաշրջանում ազդեցությունների գոտիների վերաբաշխմանը եւ Հայաստանի պես փոքր երկրները, այդ թվում Ադրբեջանի ընկնելու են, այսպես ասած, այդ հարվածների տակ։ Արդյոք ինչպես մենք դրանից դուրս կգանք, կախված է մեր աշխատանքից եւ իհարկե Տրամպի ուրեմն քայլերի վճռականությունից։ Եվ վերջում հակիրճ ամփոփելով, քանի որ նաեւ արդեն Ադրբեջանում են կարծես նման հայտարարություններ հնչում, հնարավոր է մինչեւ օրինակ ընտրություններ, մինչեւ ամառ ստորագրվի վերջնական խաղաղության պայմանագիրը, հաշվի առնելով նաեւ J.D. Vance-ի այս այցը։ Ոչ, ես չեմ հավատում, նախ որովհետև իշխանություններին էլ դա այստեղ ձեռնտու չի լինի, որովհետև գլխավոր լոզունգը լինելու է, եթե մենք ընտրվենք, կգնի խաղաղություն։ Երկրորդ, Ալիևը պայմանավորվել է խաղաղության ստորագրումը ոչ թե ընտրությունների հետ, այլ հանրաքվեի արդյունքների հետ։ Մինչև ամառ ես չեմ կարծում, որ իշխանությունները հասցնեն եւ հանրաքվե իրականացնեն եւ ընտրություններ։ Ես վստահ եմ, որ մինչև նոյեմբեր, մինչև միջանկյալ ընտրություններ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հեռանկարում Միտք վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն էր։